Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Վերելքի նախորդ թողարկման ժամանակ ես հայտարարեցի, որ ապրիլ ամսվա ընթացքում հիմնականում մենք ետ ենք գնալու 7 տարով եւ փորձենք վերլուծել, հասկանալ, թե ինչ կատարվեց 7 տարի առաջ, արդյոք կար տարբերակ այս դժոխքի մեջ չհայտնվելու։ Ինչպես հիշում եք, ես նախորդ անգամ էլ ասացի, որ մի նպատակ ունենք, մենք դասեր քաղենք սեփական սխալների վրա, ուրիշի սխալների վրա չեն կարողանում դասեր քաղել, գոնե մեր սեփական սխալների վրա դասեր քաղենք։ Ու նաև ես ասացի, որ այս հաղորդումներում չենք մեղադրելու այն մարդկանց, ովքեր 7 տարի առաջ տրվել են մոլորությանը, ավելի կոշտ ասած ազգային հիմարացմանը։ Չենք մեղադրելու, որովհետև որպեսզի մարդիկ չմոլորվեին, նրանք պիտի այսպես քաղաքագետ լինեին, որպեսզի ունենային շատ եւ շատ հարցերի պատասխաններ, օրինակ ինչու է Հայաստանը այդ վիճակին, ասենք 2018-ի մարտ ամսին, որոնք են այն խորքային պատճառները, որ երկիրը այդ վիճակին է եւ նաեւ պատկերացում ունենային ելքի մասին։ Քաղաքական դաշտը այդ մասին լուծումներ չէր տվել եւ մարդիկ որտեղից պիտի իմանային, այնպես որ մեղադրելու չէ։ Դրան է գումարենք այն, որ դրսերից լավ մշակված մի շարք երկրներում փորձարկված մի հզոր համակարգ կիրառվեց եւ մեր ժողովուրդը, որ առանձնակեսել չէր փայլում քաղաքական գիտակցությամբ, տարբերակ չուներ, որ չտրվեր այդ մոլորեցմանը։ Հասարակ մարդկանց ասացինք, իսկ քաղաքական դաշտը ինչպիսին էր քաղաքական դաշտի վիճակը, ըմբռնումը, իրականություն հասկանալու աստիճանը եւ արդյոք կարող էր ինքը չտրվել մոլորությանը դիմակայել։ Եվ այսօրվա վերնագիրն էլ թողարկման ես ձևակերպել եմ այսպես 2018-ի գարուն կարելի էր չխաբվել։ Կարող եք նաև հարցականով ընկալել, կարելի էր չխաբվել։ Ես հիմա այսօր ձեզ առաջարկելու եմ էլի 7 տարով հետ գնալ եւ տեսնել, թե քաղաքական դաշտի վիճակը ինչպիսին էր։ Հատկապես, որ հիմա շատերն են այդ հարցը հնչեցնում, ով բերեց։ Առաջիկայում ես իմ տարբերակը ձեզ կներկայացնեմ այդ ով բերեցի հարցի պատասխանի, իսկ այդպես այսպես մասնակիորեն։ Հետ ենք գնում 2018 թվական, այսօրվա իրականությունը տեսնելով, իհարկե բավականին իմաստնացած այս դժոխային կրակների մեջ, ետ ենք նայում, թե 7 տարի առաջ ինչ վիճակ էր Հայաստանի քաղաքական դաշտում։ Այդ հարցում մեզ օգնում է 2018 թվականի մարտին հրապարակված հրապարակում է մեծ հոդված տեղադրված Facebook-ում մարտի 12-ին եւ առաջարկում եմ, որ հիմա մենք այն քննենք 7 տարվա հեռվից նայենք ինչ վիճակ էր եւ վերջում էլ ասենք փորձենք դասեր քաղել։ Եվ այսպես հոդվածը, որը ես ձեզ ներկայացնում եմ, ուներ այսպիսի վերնագիր. Քաղաքական մտածողական աղետ։ Պարզ արդեն, որ աղետալի վիճակով էր։ Ես հիմա փորձեմ ձեզ ներկայացնեմ այդ աղետը ինչ էր եւ ինչու էր այդպես։ Հիշեցնում եմ 2018 թվականի մարտի 12-ի հոդվածը։ Եվ այսպես գնացինք, ելի բաժանել եմ մասերի, այսպես բլոկ ես կներկայացնեմ, հետո փորձեք վերլուծել խորհել։ Առաջինը, սա մեծ հոդվածի մի մասն է, երկրորդ մասն ձեզ ներկայացնում չծանրաբեռնելու համար, այսինքն այն հատվածն եմ վերցրել, որ այսօր արձիական է հետևություն անելու համար։ Եվ այսպես Հայաստանում այդպիսի երևելի քաղաքական գործիչ չկա, ում ես ուղարկած չլինեմ իմ գրքերը։ Խոսքը վերաբերում է ումից հարկավոր փրկել հայրենիքը 97 թվականին լույս տեսած, որտեղ ես ահազանգում եմ, որ մեր ժողովուրդը իր դարավոր անցյալի բերումով բացասական հատկանիշների համախումբ է ձեռք բերել եւ այդ համախումբը կաշկանդում է երկրի զարգացումը, անգամ կարող է սպառնալ պետության գոյությանը եւ կոչ եմ անում մարդկանց, ովքեր որ խոհուն են, եկեք հայրենիքը փրկենք մեր ժողովրդի հետ հատվածից, ինչպես տեսնում եք դժվարացել է։ Այնուհետև 2003 թվականին հրատարակում եմ խորհելու ժամանակագիրքը, որտեղ դա այլ ավելի հանգամանալից մանրամասն ներկայացնում, նաև ներկայացնում եմ այն երևույթները խորքային, որոնք կան ու մեր կյանքը մատնում են քաոսի, իսկ 2007-ին էլ կոնսերվատիվ հեղափոխություն գիրքն եմ հրատարակում, որտեղ իրավիճակը եւ նկարագրում եմ եւ բացատրում եմ այդ երևույթները խորքային նշում եմ, ու նաև աշխարհի փորձից ելնելով մի տարբերակ եմ առաջարկում, ինչպես կարելի է ժողովրդի մտածողությունը արմատապես փոխել, որպեսզի ինքը
այսօրվա աղետին, ու նաև 2013 թվականին հրատարակում եմ համահեղինակությամբ մեր մեծերի մեր հիմնախնդիրների մասին գիրքը, որտեղ ես ներկայացնում եմ առաջին հանրապետության շրջանի եւ ավելի վաղ շրջանի, ոչ այնքան վաղ, ասենք 19-րդ դարի կեսերից մինչև առաջին հանրապետության շրջանի մեր մեծերի, մեր մտածողների նկատառումները, խոհերը իրականության մասին այն ժամանակվա թե իրենք ինչ էին տեսել, ինչպես էին բացատրում եւ ինչ էին առաջարկում։ 13 թվականին այդ գիրքն եմ հրատարակել եւ այդ գիրքերը անձամբ ես նվիրել եմ քաղաքագործիչներին եւ դրա համար եմ ասում, որ Հայաստանում այդպիսի երևելի քաղաքական գործիչ չկա, ում ես ուղարկած չլինեմ իմ գրքերը։ Եվ շարունակենք 18 թվական։ Այնպես որ նրանք հիմնականում տեղյակ են մեր իրականությունը որոշող խորքային երևույթներին։ Սակայն քվեի համար իրենք ձեզ այլ բան են ասում։ Ձեզ խափում են։ Իմ չոդանցի շատերը գիտեին։ Ես ինչ որ մոդել տեսնում եք, ժամանակ էլ գիտեին, բայց քվեի խնդիր ունեին, ձեզ խափում էին։ Տեղյակ են նաև իշխանությունները այն ժամանակվա։ Նրանք էլ չեն խոսում իրական պատճառներից, բայց նրանց լռությունը այլ պատճառ ունի։ Այսինքն եթե իշխանությունները գան ասեն, բա գիտեք, ժողովուրդ դուք էս խնդիրներ ունեք, բարձր է որ չեք լսելու, դեռ մի բան է շշպռելու եք։ Ես իրաց լռությունը հասկանում եմ։ Այլ լռությունը կամ խփելը դեռ էլի ոչինչ ընդհանրապես։ Իշխանությունները գոնե չեն խանգարում իրական պատճառների ներկայացմանը ժողովրդին։ Օրինակ ես մինչև 97-ից մինչև 18-ը ոչ մի անգամ իշխանությունից չեն քարկոծել, բայց ես ինչեր ես ասում։ Լռություն կար։ Իսկ անդիմադիր դաշտից հիմա կներկայացնենք դիմադիր դաշտին նաև անհանգիստերի։ Երկրորդ բաժինը քաղաքականամերձ դաշտում կա մի շերտ, որին ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել, որ իրականությունը հիմնականում պայմանավորված է անցյալով եւ կան անցյալով պայմանավորված, ինչպես նաեւ ընթացիկ քաղաքական գործոններ, որոնք պետք է հաշվի առնել։ Հնարավոր չէ հասկացնել նրանց, կմեռնեն, բայց չեն մտածի։ Ասում ես մեր ժողովուրդը դարերով եղել է օտարելացի տակ եւ կան բացասական հետևանքներ, որոնք խանգարում են հզոր երկիր կառուցել։ Դու դա ասում ես, ինչ են արձագանքում։ Ոչ։ Պատասխանում է, դու ծախված մտավորական ես։ Հիմա տեսնում եք, կա այդ խնդրեմը թե չէ։ Երրորդ բաժինը։ Ասում ես, Նժդեհը այդ բացասական հետևանքները հաշվի էր առել, ազգային վերափոխման ծրագիր կազմել, բայց դրանից հետո հասկացել էր, որ անցյալի բացասական ազդեցությունը ավելի խորն է, քան ինքն էր կարծել։ Այնպես որ 3 հատ կետ եմ, այսինքն այնպես որ դուք դա հաշվի առնեք, իմանաք, որ մարդը հիասթափվել է, այսինքն մի ահռելի բեռ կա բացասական հատկանիշների, որ դուք դա պետք է իմանաք։ Այլապես ինչ են պատասխանում։ Ոչ, պատասխանում է դու ազգի դավաճան ես։ Ես իրական բաներ եմ ձեզ պատմում։ Հաջորդը ասում ես Մարքս կա, Վեբեր կա 100 տարի առաջ պարզել են, որ կապիտալիզմին անցնելու դեպքում երկիրը շրջվում է գլխի վայր, պիտանի մարդիկ հայտնվում են հատակում, մյուս շերտերը բարձրանում են վեր, մշակութային ստորին շերտերը բարձրանում են վեր, ու հարկավոր է դա եւս հաշվի առնել, որ իրականությունը իմանաս, այս պատճառն էլ կա խորքային հասկանում եք, ասենք մենք ասացինք ժողովուրդը բերում էր բացական հատկանիշներ, կապիտալիզմը բերում է այսպես ավեր, խառը, սա էլ պետք է հաշվի առնենք, եթե ուզում եք իրականությունը հասկանաք։ Պարտավորը չէ, բայց ինչ են անում։ Ոչ, պատասխանում է այդ քաղաքական գործիչը, որին չես կարող դրթել մտածի, կմեռի չի մտածի։ Ոչ, պատասխանում է։ Դու հանուն օրվա հացի փորձում ես արդարացնել իշխանություններին։ 100 տարի առաջվա նկարագրած բանը, երբ որ ասում ես, ոչ դու խնա գնան մտածեն, ասեն, իսկ Վեբերը ինչ է ասել, Մարքսը ինչ է ասել, որ կարդակ կլացեք ու կհասկանաք, որ մեր երկիրը այս աղետին պիտի գար 90-ականներից հետո։ Գլխիվայր շրջվեր։ Մարդիկ բացատրել են, անգամ դեռ չի կարելի ներկա։ Ինչև է, բայց չես կարող մտածել տալ։ Հաջորդը։ Պատճառ, ասում ես Լե Բոնկա, ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական է։ 120 տարի առաջ պարզել է, որ անպատրաստ ժողովրդին, եթե տալիս ես ուրիշի օրենքները, ժողովրդավարություն եւ այլը, ապա այդ երկիրը քարոքանդ է լինում, մարդիկ թշնամանում են, ոչնչացնում, իրար հուսազրկվում, սա հաշվի առնել է պետք։ Այսինքն հում մի գնացեք, մենք ժողովրդավարական ենք, օրենքներ ենք գրել, օրենքները չի կատարում, նշանակում է դու այդ վերևն դուք եք անում։ Մարդը պարզ ասել է 120 տարի առաջ, հիմա արդեն 100 ավելի շատ, 127 որ չի կարելի դա անել, ինչ ժողովրդավարություն, եթե դուք պատրաստ չեք, չունեք պետական ինստիտուտները եւ չունեք այդ էլեկտորատը։ Իսկ Լեբոնը պարզ ասում է, եթե դուք ուրիշ օրենքներ վերում եք,
դուք ձեր մինչև կիրառել այդ օրենքները, ասենք ընտրություններ եւ այլն, ձեր ժողովրդի ոգին, ազգային ոգին պիտի բարձրացնեք, ընդհանրենք Ֆրանսիայից եք բերել, ֆրանսիացու հոգուն հավասար լինի, քաղաքակրթական, որ այդ օրենքը աշխատի։ Եթե չեք անում, ասում, պայթելու է ձեր երկիրը։ Էլի չեմ պայթեցնում եք։ Այդ էս օրերին էլ։ Տեսնում եք ինչ վիճակ է։ Ինչ են անում, ոչ, պատասխանում է չմտածողը։ Դու չես ուզում հզոր երկիր ունենալ։ 18 թվի մարտի ասած, ունեցաք այդ հզոր երկիրը։ Հենց այդ թակարները մեզ գցեցին այս վիճակի մեջ։ Հաջորդը։ Ու դրանք այս շերտը որ մեռնեն չեն մտածի, հրապարակայնորեն կոչ է անում պայքարել իմ դեմ։ Ձեր դեմ եք պայքարեին այս ժամանակ որ ես դու բաներ ասեք։ Պարզապես մենակ ես եմ դա ասում։ Եվ այդ քաղաքգործիչը, ով ունակ չէ իրականությունը ճանաչել, ով չի կարող պատկերացնել, որ ժողովուրդը կրում է իրանցիալի ազդեցությունները, ու նաև նշածս կաշկանդիչ քայքայող երևույթներ կան, ելքի նախագիծ ունի։ Հասկանում եք, ինքը ծրագիրում ինչպես երկիրը դուրս բեր, երբ որ սպանես չի մտածի, որ այս երևույթները կան։ Պարչի այդ ծրագիրը պետք է լինի սիրուն ծրագրեր, ոչ մեկը չի աշխատել ու դուք էլ լսելու եք, ծափարելու եք, վերջում հիասթափվելու եք, ու գալու ենք այստեղ։ Սա քաղաքական դաշտի մի հատվածն էր հայաստանյան 18 թվականի այդ արհավիրքից առաջ։ Ուսադր վերջը չէ։ Շարունակում ես 7 տարի առաջվա գրած հոդվածը։ Իսկ ինչու վերջը չէ, տեսնենք։ Այդ մեկ հասկացան, չի մտածում։ Ի հայտ է գալիս մեկ այլ քաղաքգործիչ, դա շերտ էլի, ու մեղադրանք ներկայացնում ինձ ու նաև ձեզ, ով որ այս կարգի բան կասեր։ Պարզապես իմ հոդվածն է, ես այսպես իմ տառապանքից եմ գրել։ Ու մեղադրանք ներկայացնում ինձ այն բանի համար, որ ազգային խնդիրների վերաբերյալ մեր մեծերի դիտարկումներն եմ ներկայացնում եւ ներկայում պայմանավորում անցյալով եւս այդ 13 թվականի գիրքն եմ որ ասացի լույս տեսած եղբայր բա ուրիշ ինչ կերպ են բացատրում իրավիճակը եթե ոչ անցյալով ու փոխանակ ջանակ գլուխը աշխատացնել մտածել խորհել դրա փոխարեն դեռ պարսավանքի է անցնում պատկերացնում եք մարդը եղել է Արցախյան շարժման ակունքներում եղել падգամավոր, ընդդիմադիր կուսակցություն հիմնել, պայքարի մեջ եղել, բայց այդպես էլ ունակ չէ հասկանալ, որ ժողովրդի ներկան որոշում է իր պատմությամբ ու նաև այլ գործոններով, սա աղետ է, մտածողական աղետ, սա երկրորդ դեմքն է, շարունակում ենք։ Այս տեսակի ռազմաշունչ տարատեսակն էլ կա, եթե մեկը պայմանավորում է պարսավանքով, ռազմաշունչներ կա, այդ չմտածողների։ Հիմնականում ապրում է երկրից դուրս, բայց այստեղ էլ ունի իր բաստիոնները։ Ինչ որ մի ժամանակ նրա գլխում որոշ մտքեր են ձևավորվել ու վերջ։ Որևէ այլ միտք այնտեղ մտցնել այլևս հնարավոր չէ։ Նրան մտածել դրթել հնարավոր չէ։ Բայց նա նաև ակտիվ է։ Հերադիտակ առած ուշադիր հետևում է ամենքին ու բավական է պատահի մտածել տվող հայհոյանք չպարունակող տեսակետի, սկսվում է հայհոյանքի հեռահար հրետակոծությունը։ Ու այս կեր մտածողները, որ ունեն քարկապված ուղեղ ցավոք 100,000 են։ Սա էլ մի շերտ է։ Քաղաքականամերձ, քաղաքականապես ակտիվ տեսակի։ Անցնենք առաջ։ Կոնսերվատիվ հեղափոխություն գիրքս հրապարակելուց հետո ինքս եմ այն տրամադրել մտահասուր շրջանակներին դիտողություններ ներկայացնելու խնդրանքով։ Ասել եմ հարգելիներս, ես իմ խելքը այսքան է հերիքել, այդ ազատությանս արդյունքները սրանք են։ Սա վերջնական վերջնական տարբերակը չէ դիտողություններ, առաջարկություններ պատրաստ եմ սիրով լսելու, որովհետև ես Աստվածը չեմ։ Սա ասում եմ, որ պատրաստ եմ քննարկումների եւ դատապարտումների, ինչեւ հիմա էլ ասում եմ, ինչ որ ասում կարող պատրեք գցեք նկոմ հիմնավորելով ու տեղը ուրիշը բերեք։ Եվ ինչ Եվ ահա հրապարակվում է այդ գրքից մի քննադատություն։ Կարդում եմ այն, հեղինակը կարդել է երրորդական, չորրորդական հարցերից ու ճգնում է ջախջախել գիրքը։ Ինչ թե խորշում է ազգայնականությունից։ Ես որ միշտ փնտրել եմ այդ գրքից քննադատությունը, կեսից դադարում եմ կարդալ այդ հեղինակի գործը, քանի որ այն ընդամենը ծիծաղ է հարություն։ Բայց ահա հանդիպում եմ այդ քննադատության արձագանքներին, մի գովք, մի պանծացում, այստեղ մեջ բերում եմ, հայի քաղաքական միտքը չի ունեցել նման բարձրակարգ քննադատություն։
Այ հարազատներ ջան, ասում թվի գրասն եմ կարդում։ Այ եղբայրներ ու քույրեր ջան, դրա ինչն է ախր պանցալի, դրա ինչր է նման է չունեցող, երբ ծիծաղ է առաջացնում ընդամենը։ Ասում եմ, երբ որ ես պատրաստ եմ քննադատությունը լսելու, այդքան է ձեր մտքի կարողությունը։ Կոնսերվատիվ հեղափոխությունը ջախջախելու երկու հնար կա։ Առաջին, ապացուցել, որ Նժդեհը, Հայկ Ասատրյանը, Թումանյանը, մյուսները սխալ են, որ հայ ժողովուրդը չի եղել ստերկության մեջ եւ չի կարող բացասական ազդեցություններ։ Բայց դա անել հնարավոր չէ, քանի որ այդ ազդեցությունները ակնհայտորեն երևում են մեր կյանքում։ Հիմա առավել եւս ակնհայտորեն երևում են, չէ՞։ Մտեք համացած տեսեք ինչ է գրում դուք։ Երկրորդ, դե ապացուցեք, որ նրանք սխալ են, ես նրանց տեսակետն եմ բերել դրել, չեք կարող դա ապացուցել, հետեւաբար հիմնային մասը բազիս ինչպես ասում են, ճիշտ եմ ես ներկայացնում իրականություն, իր պատճառաբանություն։ Երկրորդ, եթե ուզում եք ջախջախել, ապացուցեք, որ գերմանական ազգայնական էլիտան կիրառելով կոնսերվատիվ հեղափոխություն համակարգը չի կարողացել վերափոխել իր ժողովրդին։ Սա առավել եւս ապացուցել անհնար է, քանի որ այնպես վերափոխեց այդ էլիտան իր ժողովրդին, որ աշխարհ այդ ժողովրդի ձեռքից ինքավ կարակը բարեբունի իմաստով։ Հասկանում եք, ես ասում եմ, այսպիսի համակարգ են կիրառել, ասում եք, ջախջախեք, ասեք ոչ, դա չի աշխատում։ Չեք կարող, որովհետև աշխարհը խառնեցին իրար այդ համակարգը կիրառելով։ Ես ընդհանրապես ասել եմ, այս մեր ժողովրդի վիճակը Հայկ Ասատրյան, Նժդեհ Թումանյան հիմնավորումներով, ես էլ իմ դիտարկումները միացնում եմ, це շաղ, չեք կարող ասել, որ սխալ է, հատկապես այսօր, չեք կարող։ Եվ ասում եմ, մի համակարգ, որը գործել է, ոչ թե ուտոպիա, գործելու է, ինչպես է գործել, միջև հիմա վախենում եք այդ անունները անգամ տալ։ Եվ ասում եմ, եկեք ես մեր նրանց փորձը վերցնենք, տեղայնացնենք, սխալները դնենք այն կողմ, իրենց ծայրահեղություններ որ կան, եւ կիրառենք ես մեր ժողովրդին հանենք այս վիճակից։ Միջև մել պնդում եմ։ Ես առաջ գուցե ասում եի, դա գուցե միակ տարբերակը չի։ Ես ասում, այսօր միակ տարբերակն է։ Ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում, խնդրեմ դուք բերեք։ Սա է մեր քաղաքական մտքի մակարդակը։ Ես մի քանի ուղղություններ ձեզ ներկայացրեցի։ 18 թվականի քաղաքական մտքի վիճակն է։ Ու շարունակում եմ հոդվածը։ Եվ վերլուծաբանես պիտի փորձես հասկանալ, իսկ ինչու այդպես է։ Ինչու ընկալում չկա անգամ, երբ որ մեկը գալիս ասում է խնդրեմ վերլուծություն ձեզ, ահա ասում ես, ահա 100 տարի էսպես են ասել, էսպես, դա էլ չի ընկալվում, հասկանում եք։ Հիմա դուք պարզ տեսնում եք, չէ՞ հերվից, որ այն ինչ որ ասում է ճշմարտություն էր, բայց չի ընկալվել։ Իսկ հա վերլուծաբանը պիտի մտածի, իսկ ինչու չեն ընկալում։ Ինչու այս մարդիկ չեն կարող ընկալել։ Այդ ինչ որ հետո պարզվեց, որ ակնհայտ է։ Եվ մտորումներս ներկայացնեմ էլի 7 տարվա։ Ես երկար եմ խորհել հասկանալու համար, թե ինչու է քարկապված մեր ժողովրդի քաղաքական մտածողությունը եւ ինչու ինքը չի կարողանում ելք առաջարկել այս վիճակից։ 1 միլիոնից ավելի չափահաս հայ կա, տասնյակ կուսակցություններ ունենք, քաղաքագիտության ամբիոններ ունենք, ամեն օր 100 հազարավոր մարդ քաղաքական բնույթի ստատուսներ է գրում, բայց դուք կդժվարանաք ներկայացնել թեկուզ մեկ մարդու, ով հանգամանալից վերլուծել է մեր իրականությունը որոշող խորքային պատճառները եւ առաջարկել իրավիճակը վերափոխելու ռեալ, կրկնում եմ, ռեալ քայլերի համակարգ։ Միթե սա քաղաքական մտածողական աղետի նախանշան չի։ Կարծում եմ քաղաքական մտածողության այս շրիշակային վիճակը պայմանավորված է դարերով օտարի լծի տակ մնալու հանգամանքով։ Դարերով հայ մարդը ազգային պետական համընդհանուր խնդիրներով զբաղվելու հնարավորություն չի ունեցել։ Նրա միտքը միայն գոյատևման հարցերով է զբաղվել։ Այս հարցում մեր մարդը անգերազանցելի է աշխարհում։ Բայց ահա քաղաքական մտածողության հարցերում ինքը չկա, քանի որ ուղեղը դարերով այդ ուղղությամբ չի աշխատել։ Մեր մարդու ուղեղի համապատասխան չիպերը համվել են, վերացել են դարերով չօգտագործելու պատճառով։ Բայց այսօր մեր մարդը ունի պետություն եւ առօրյայում առաջանում են քաղաքական բարդ հարցեր, որոնք պատասխան են ուզում։ Եվ մեր մարդը պարզունակ պատասխաններ է միայն կարողանում տալ։ Այս երևույթը նկատել էր դեռ Նժդեհը։ Նա եւս մեր մտավորականության մտքի սահմանափակությունը պայմանավորում էր նվաստացման դարերով։ Հայկ Ասատրյանն ավելի լուրջ ուշադրություն է դարձնում այս երևույթին,
նկատելով, որ հայ մարդը պատմական հանգամանքների բերումով դժվարություն ունի քաղաքական հարցերում համակարգված մտածելու, համակարգ ստեղծելու գործում։ Հայ կասատրանի եզրահանգումը հետևյալն է. մենք գիտականություն չենք մտցնում քաղաքական հարցերում, հոգևոր ծլությամբ պայմանավորված, իսկ դա հետևանք է դաժան անցյալի, մտավոր մակերեսայնությունը այնքան է տարածված, որ խեղդում է մեզ։ Դա ինքն է գրել ցավով։ Որպես ասվածին լրացում բերենք ֆոն Լուշանի այդ նույն թվերին արտահայտած կարծիքը։ Հայերը քաղաքական հարցերում դմբո են։ Եվ այս հոդվածս 7 տարվա ավարտում եմ հետևյալ մտքով։ Մի ժամանակ ես մտածում էի, թե թուրքերի կողմից մեզ հասված ամենամեծ վնասը մեզ կոտորելն ու մեր թվաքանակը կչացնելն է։ Բայց հետո հասկացա, որ կա ավելի ահավոր վնաս, դա մեր մարդու հոգուն հասցրած շեղումներն են։ Այս երևույթը փայլուն նկատել ու նկարագրել է Թումանյանը։ Հիմա դուք տեսնում եք, որ ասում եք ուր է տղամարդ, ուր են տղամարդիկ, դա էլի դրա ազդեցությունն է։ Հետո ես մտածում եմ դա է ամենածանր, բայց հետո ժամանակներով երբ առնչվեցի մեր քաղաքական դաշտի բովանդակությանը, հասկացա, որ դա էլ չէ մեր կրած ամենամեծ վնաս, ասիկա մարդու տղամարդու հոգու խեղումը, եւ կա շատ ավելի ահավոր վնաս, դա օտարի դաժան լծի հետևանքով առաջացած քաղաքական մտածողական նահանջն է, քաղաքական մտածողական նեղմտությունը, որը վերաճել է քաղաքական մտածողական աղետի, ու դրա հետևանքով հայությունը ակամա հայտնվել է մի քաղաքական վիճակում, որից դուրս գալու համար քաղաքական մտածողական այլ որակը պետք, որ ինքը չունի, եւ իր քայլերով վնասում է իրեն, ինչպես թակարդում հայտնված արարածը, թե ինչպես պիտի լուծվի այս խնդիրը, ես չգիտեմ, դեռ չգիտեմ, բայց մի բան գիտեմ, չկա ոչինչ անհնար, չկա անլուծելի խնդիր։ 7 տարի առաջվա հոդվածից ավարտը։ Ինքներդ նայեք շուրջը, հիմա բավական իմաստնացել եք, որ չափով է ես ճիշտ նկարագրում, եւ այդ շերտերը, որ կային, արդյոք իրենց գործունեությամբ չէին վնա, արդյոք իրեն կարողանալու էին մեզ այն ժամանակվա ծանր վիճակից հանեին 2018 թվականի մարտի, բարձ է, որ չէ։ Սա էր ինքնուրույն էր լուծումը, չկար ասողին էր, ով որ վերլուծել էր, մատուցում էր, կամ պախարակում էին, դատապարտում էին, կամ չէին լսում, ինչ պիտի լիներ այս վիճակում։ Դա պարզ է, որ ուրիշները դրսերից պիտի տեսնեն այդ վիճակն է, մտածողական աղետի մեջ է, մարդիկ քաղաքական խելքներ ուտենք։ Եվ կերոն, բարդ համակարգ, որ ասացի 100 տարի մշակել էին տարբեր երկրներում, բերեցին եւ իրենց ուզածին հասան։ Ես հիմա չեմ ուզում դրան անդրադառնամ, այս ամսվա ընթացքում կբացեմ։ Ես ընդհանրապես ժամանակի սովորությամբ պատճառով ես մի ուրիշ էլի իմ նյութ եմ ներկայացնում, էլի մարտ ամիս, բայց 2014 թվական։ Կարճ, հիմա տեսեք ինչ եմ ահազանգել ես։ Տեսնում եք ուշադիր։ Եթե կգա պահը, որ հասկանաք, որ ներկա ռեժիմը այդ 14 թվականի ոստիկանական սվիններով չէ, որ պահվում է, կամ էլ արտաքին ուժերի հետ մանրևների շնորհիվ, ասենք դրսեր խաղային տալի պահում են։ Ասենք երբ դուք հասկանաք, որ ոստիկանական սվիններով պահում ոչ էլ դրսի ինչպես քերերերի, շնորհիվ այլ այդ ռեժիմը նստած է մեր ժողովրդի հոգու խորքերում, մեր դաժան պատմության պատճառով, երբ որ այսքանը կհասկանաք, ապա հույս կլինի մի օր թոթափել այն, իսկ եթե ոչ, ապա կմարենք, կվերանանք հետևանքների դեմ մղվող պայքարում, այստեղ կարևոր ստորակետեցնող մի կարևոր բան, որը նաև դրսից է հրահրվում, 14 թվականի ես ես կարճ նախադասությունով հրահրում, որ դրսից հրահրում են, հարգելիներս, բացահայտ ահազանգում են, դրսից հրահրում են, որպեսզի դուք խորքային պատճառներով չհետաքրքրվեք, մակերեսային հետևանքների դեմ պայքարեք, իսկ հետևանքների դեմ պայքարեք, պատճառները խորանալու են եւ գալու ենք այս վիճակի։ Այս երկու հոդվածները ես ձեզ որ ներկայացրեցի եւ ներկայացրեցի իրականությունը, այն ժամանակվա բարձից էլ բարձ էր, որ քաղաքական դաշտը ժողովրդի վիճակի չէր հանելու, ուրիշներն էլ օգտվեցին, եկանք այսօր
Եվ ես չեմ տեսնում, որ քաղաքական դաշտ այս 7 տարում այնքան է հասունացել, ասենք ընդդիմադիրը, որ կարող է հիմա այս ավելի ծանր վիճակից ելք առաջարկել։ Երբ որ 18 թվականի գարանից 1000 անգամ ավելի հեշտ վիճակ էր, լուծում չուներ։ Հիմա ակնկալել, որ լուծում կտան, անհավանականության ժանրից է, բայց ես շատ կուզեմ, որ տան։ Որպեսզի անհույս ավարտ չունենա, ես հետևյալն եմ ասում, այս մատուցումը, ներկայացումը, վերլուծությունները, որ մատուցել եմ, 2018-ից հետո շարունակել եմ աշխատել այդ ամենի վրա եւ կոնկրետ այս իրավիճակի համար ինչ որ քայլերի համակարգ եմ առաջարկում։ Դա ծրագիր չի, ես ասում այս բաների ինտեգրացիաներ հարկավոր ունենալ, ինֆորմացիաները բաժին այս քայլերը պիտի արվի, կոնկրետ իրականության մեջ սա պիտի արվի, քայլերի համակարգը, որ ես մատուցել եմ, կոչվում ազգային վերելքի ուղի։ Կա դրա 4 ժամանոց տարբերակը հենց ազգային վերելքի ուղի Facebook-յան խմբում եւ Live News-ում կայքում, ինչպես նաեւ իմ Telegram-յան ալիքում։ Օրդորում եմ, որ արդեն բավական իմաստնություն ունեք, այսօր եւս մեկ անգամ դա նայեք ու փորձենք միասնական ուժերով անենք հնարավորը, որպեսզի կարողանանք գտնենք այն տարբերակը, որը մեզ թույլ կտա հնարավոր նվազագույն կորուստներով երկիրն ու ժողովրդին հանենք այս վիճակից։ Այսօր ես որ նայում եմ քաղաքական դաշտը, ես չեմ տեսնում համարժեք ինչ որ մտածողություն անգամ, այդ չեմ ասում դիրքավորումներ, դժբախտաբար եմ ասում, ես չեմ տեսնում։ Ամենայն դեպս ու ես չեմ ուզում գլուխ գովալ վահայից ես առաջարկել եմ, ուրիշ էլ կա, համադրել է պետք ուժերը եւ փորձել դուրս գալ այս վիճակից, որը անհնար չէ։ Ոչ միայն անհնար չէ, ես քանես էլ ասել եմ, այդ վերևներում, շատ վերևներում մեզ համար լուսավոր ապագա է նախատեսված, որի մասին ակնարկել է Հովհաննես Թումանյանը։ Այսքանը, միշտ նոր հանդիպում։